Պարոն Մամիջանյան, երեք հայտնի դարձավ, որ Հայաստանը դիմել է Եվրամիությանը, ամեն դեպքում ձևակերպումները այդպիսին էին, արտահայտ խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանին օգնություն տրամադրելու խնդրանքով նախ ես կխնդրեի դուք ընդհանուր առմամբ սրան արձագանքեիք, որովհետև ես նաև ձեր թիմակիցներից տեսանք արդեն մեկնաբանություններ պարոնաշության, օրինակ սա համարել էր ուղիղ եւ շատ այսպես բացահայտ միջամտություն պետության ներքին գործերին, ենթադրում եմ դուք էլ նույն դիրքորոշումը կունենաք, եթե այո, քննեք հիմնավորումներ։ Նախ այս պատմությունը մի քիչ ավելի խորքից էր դրանց սկսենք։ Հայտարարվում էր, որ Արարատ Միրզոյանը քիչ էր մնում ջուր շփեին հետևից, գնում է մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների հավաքին եւ այլն եւ այլն։ Վերջում պարզվեց ինքը մասնակցում է ընդհանրապես ոչ պաշտոնական նախաճաշի։ Այս մեկ։ Երկրորդ դրանից մեկ շաբաթ առաջ հերթական խաբեություններ տեղի ունենում, անդադար ասում էին, որ ստրատեգիական, ռազմավարական գործընկերություն են կնքում եւ այլն, փաստաթուղթը հրապարակվեց, պարզվեց, որ դա ռազմավարական գործընկերություն չէր, դա ընդհանրապես ռազմավարական օրակարգ էր, սովորական գործընկերության ռազմավարական օրակարգ, այսինքն ավելի պարզ լեզվով ասեմ, ոչ թե շատ կարևոր հարաբերությունների թուղթ, այլ հարաբերությունների կարևոր թուղթ։ Փաշինյանի ոճի մեջ է նման օրինակ խայտարակ մանիպուլյացիաները եւ ստերը, այդ ուղղակի արդեն ծիծաղալու է, իսկ հիմա արդեն բուն հարցի։ Գիտեք, շատ տարբեր դիտակետներից է կարելի վերլուծել այս գործընթացը։ Առաջինը, այո, փոխնախագահ Արմեն Աշոտյանի նշած դիտակետն է, որ սա ուղիղ ներգործություն է ներպետական գործերի։ Ընտրական գործընթացի համար անհասկանալի տրամաբանության մեջ ինչ հիբրիդային պատերազմ, ինչ արտաքին ազդեցություն։ Եթե իրենք արտաքին ազդեցություն ասելով նկատի ունեն, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները կազմակերպվում է մի մարդ, ով ցանկալի է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, նկատի ունեն Փաշինյանին, ապա այո, այդ տրամաբանության մեջ առկա է Հայաստանում արտաքին ներգործություն։ Ցանկացած այլ տրամաբանություն ես չեմ հասկանում, որովհետեւ Փաշինյանի թիմակիցները շատ հաճախ են խոսում այդ հիբրիդային պատերազմ, արտաքին ներգործություն եւ այլն եւ այլն։ Հայաստանում կա շուրջ 50 քաղբանտարկյա, որոնց եւ մեզ ներառյալ անդադար փորձում են մեղադրել ինչ-որ արտաքին կապերի հետ կապված, բայց նշվածներից ոչ մեկի նկատմամբ նման հոդված հարուցած չկա։ Նույնիսկ այն մարդկանց հանդեպ, ով հիմա ապօրինաբար որպես քաղբանտարկյալ շինծու հոդվածով անազատության մեջ են, նույնիսկ իրանց համար կարվել են այլ հոդվածներ, իրանց համար չի գրվել, որ արտաքին ներգործություն եւ այլն։ Սա կետ 1, Փաշինյանը տենց էլ չի հասկանում, որ ինքը այլևս ծախու խմբագիր չի, ինքը չի կարող հանդես գալ օդում կախված լուրերով եւ այլնով եւ այլնով։ Եթե Հայաստանում արկա են բացի իրենցից իհարկե արտաքին այլ երկրների գործակալներ, իրենք ունեն ամբողջ ուժային համակարգը, ինչականը, ԱԱԾ-ն եւ այլն, մի հատ էլ հակահետախուզություն է ստեղծել։ Եվ ես չեմ հասկանում այդ օդի մեջ անիմաստ կրակելու տրամաբանությունը։ Սա երկրորդ արդեն անդրադառնալով մեր եվրոպացի գործընկերներին, իմ համար անհասկանալի է, որ մի ռեժիմի, մի վարչակարգի, որը քաղբանտարկյալներ է պահում, ոստիկանական բռնաճնշումներ իրականացնում, դատական համակարգն է ուզուրպացրել, իրավապահ համակարգն է ուզուրպացրել, մի հատ էլ իրանց քաջալերում են հավելյալ ֆինանսավորումով, որում մեկ կետ էլ է զարմանալի, երկար տարիներ անդադար խոսվում է ԵՄ-ից եկող ահռելի ֆինանսավորման մասին, հələ որ խոստումների մակարդակով, որովհետև չի հրապարակվել, թե ուր է գնացել այդ 1250, 1225, 1223 միլիոնը, բայց կտեսնեք ես այդ 15 միլիոնը շատ արագ է, շատ արագ, որտեղ դա Փաշինյանի իշխանությունը պահպանելու համար անհրաժեշտ է։ Ես վարկյան անգամ չեմ կարող պատկերացնել, թե ինչ են անելու, սա, գիտեք, սա էական է ոչ միայն փողի տեսանկյունից ուղղակի ներգործության տեսանկյունից, այլ նաև ակնհայտ է դարձնում այն փաստը, որ հետագայում Փաշինյանը ինչ ուզի անելու է այլախոհների նկատմամբ, դիմադիրների նկատմամբ, եւ դա փաթեթավորելու է, որ արտաքին ներգործություն եւ այլն։ Այսինքն կանաչ լույս են վառում հնարավորինս Այսինքն այս գործընթացը երկու կարևորագույն բաղադրիչ ունի։ Առաջին, որ գումարի փողի տեսքով ներգործությունն է ներպետական խնդիրներին, էլեկտորալ ընտրական գործընթացներին, այո, սա շատ կարևոր է։ Եվ երկրորդ, այս որոշումը ակնհայտ է դարձնում, որ հետագա Փաշինյանի բոլոր բռնաճնշումները բոլոր ընտրություններին ընդառաջ փաթեթավորվելու են, որ մենք օտարերկրյա միջամտություն ենք ունենում։ Պարոն Մամիջանյան, դուք ասում եք, որ այսինքն ձեր ասածից ենթադրվում է, որ
Այն ինչը որ հիմա փորձում են այս Եվրամիության միջոցով ինչի դեմ առնել, դրանք լրիվ դատարկ օրակարգ են, այսինքն ես հասկանում եմ ասածից։ Եթե նկատի ունեն, որ օտարերկրյա ներգործությունը դա ադրբեջանական կամ թուրքական ներգործությունն է, որը հաճախ իրականացվում է հենց իշխանություններ կոչվածի կողմից, դրա հետ համաձայն եմ, բայց խիստ կասկածում եմ, որ Արադ Միրզոյանը գնացել էր փող խնդրել Եվրոպական միությունից իրենց դեմ պայքարելու համար։ Սա նորից ասեմ, էականը երկու բաղադրիչով։ Առաջին, որ գումարի տեսքով ֆինանսական ներգործություն է իրականացվում Հայաստանում ընտրական գործընթացներին, մեկ առաջին հարթություն եւ երկրորդ հարթություն։ Սա ակնհայտ կարտ բլանշ է, ի սկզբանե ձևակերպումն է, որով իրականացվելու են բոլոր բռնաճնշումները։ Պայքար օտարերկրյա այս կամ այն ներգործություն։ Պարոն Մամիջանյան, եթե փորձենք նաև ընդհանուր գնահատականով ձեր երկը ինի վերել, գլխավոր նպատակը այս դեպքում Հայաստանի Եվրամիության որն է, այսինքն Ես չեմ կարող խոսել Եվրամիության նպատակների մասին։ Նիկոլ Փաշինյանը ունի մեկ նպատակ՝ վերընտրվել ցանկացած գնով, հող հանձնելու, Հայաստանի շահերից հրաժարվելու, գերիներ չբերելու կամ գերիների բերելու հարցը թողելու ընտրություններից ակուրատ առաջ, որպեսզի հերթական անգամ օգտագործի դա որպես ընտրական PR տրուկ, ինչպես արել էր 2021 թվականի ընտրություններից առաջ։ Հիշեցնեմ, այն ժամանակ նոյեմբերի 9-ից սկսած Ադրբեջանը պահանջում էր ականապատ տարածքների քարտեզները։ Ես չեմ մտնի այդ խոսակցության մեջ արժի տալ, չարժի տալ, դա առանձին քննարկումը։ Փաշինյանը դա տվեց մայիսին մոտավորապես ընտրություններից ակուրատ առաջ, որպեսզի օգտագործի որպես դիվիդենդ։ Հարցազրույցը դառնում։ Քանի որ գլխավոր ձեր նաև դիտարկում այն է, որ սա ակնհայտ միջամտություն է պետության ներքին գործերին, այս դեպքում այս միջամտությունը ինչ ազդեցություն կունենա ընտրական process-ի վրա արդեն, այսինքն դուք ինչ եք կարծում։ Նոր էդ էի ասում, որ այս գործընթացը երկու հարթությամբ է ազդելու ընտրության վրա։ Առաջին, որ ֆինանսական միջոցներ են ուղղակիորեն ազդում ընտրական գործընթացի վրա, սա առաջին հարթություն, եւ երկրորդ հարթություն։ Ակնհայտ է, որ եթե իրանք այդ տողով, այսպես ասած, ձևակերպմամբ գումար են տալիս Հայաստանում, հետագայում բոլոր հակաժողովրդավարական գործընթացները, բռնաճնշումները, կուսակցություններ գրանցել չգրանցելը, կուսակցություններ արգելելը, ես չգիտեմ այդ գործիքակազմից որն է ընտրելու Փաշինյանը, դրանք բոլորը ձևակերպելու են այդ տողի տակ, այս եզրակացությունը։ Խոսենք նաև Իրանի հետ կապված, հա։ Նոր ասեցի Փաշինյանի վերընտրելը։ Փաշինյանի շահը բնականաբար ես չեմ կարող ԵՄ-ի անունից խոսալ։ Պարոն Մամիջանյան, խոսենք նաև Իրանից հնչող ահազանգերին, անհանգստություններին։ Ներողություն, խոսում հանգած հարցը անպատասխան չէ, հանդիպությունը պիտի պայքարի։ Եվ Հայաստանում բաց վաղուց արդեն ընդդիմություն հասկացություն չկա։ Կա Փաշինյան եւ իրեն ընդդիմություն հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդը սրա պատասխանը պետք է տա։ Փողոցային պայքարով, եթե Աստված մի արասցե Փաշինյանին չհաջողվեց հեռացնել միջև ընտրությունների ժամանակ քվյա խցիկում ցանկացած ձևով օրենքով սահմանված կարգով մեր ժողովուրդը պիտի պայքարի Փաշինյանի դեմ։ Չէ, կիսատ եմ թողը հարցը։ Պարոն Մամիջանյան, Իրանից անհանգստություններ են հնչում Թրիփի ճանապարհի հետ կապված, ասում են դա Զանգեզուրի միջանցքի տրամաբանությամբ է եւ իրենք խնդիր են տեսնում, որ կարող է ՆԱՏՕ-ն այնտեղ լինել եւ անվտանգային խնդիրներ առաջանալ։ Ուր են բոլոր հրաշքները, որոնք այստեղ կանգնած ասում էին, որ Իրանը երջանիկ է Թրիփով։ Ուր են այդ հրաշքները, ԿՊ-ական պատգամավորները, գործադիրի անդամները, Փաշինյանը։ Քիչ էր մնում ասեին Իրանն է այդ Թրիփը առաջ բրթել, այնքան է Իրանին դուր եկե չեք պատկերացնում։ Բա պատասխանել հիմա դրան։ Բա մենք խոսում էինք այդ խնդիրների մասին։ Բա եւս մեկ անգամ այդ ոնց է ստացվել, որ ամբողջ աշխարհը այս նախագիծը անվանում է միջանցքային տրամաբանություն, ստորագրելուց հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը 10 վայրկյան ստորագրելուց հետո ամերիկյան փորձագետներ, եվրոպական փորձագետներ, ռուսական փորձագետներ, հայկական փորձագետներ, դե բարձ Ադրբեջանը այդպես անվանում է դրան, չեմ ուզում հղում անել, բայց մենակ Փաշինյանը տողերի արանքում կարդացել է, որ սա միջանցքային տրամաբանություն չի։ Հասկանում եք, շատ ցավալի է, որ այն, ինչ մենք ասել էինք, մասնավորապես հանրապետականի հայտարարության մեջ գրված էր ստորագրումից օրեր անց, մենք բոլորս ուշադրություն ենք դարձնում միայն այն ժամանակ, երբ դա ասում է այս կամ այն արտաքին դերակատար։ Ռուսաստանից եւս հայտարարություն են հնչել, որ իրենք եւս ներկայություն են ուզում ունենալ Թրիփում, հնարավոր է հավասարակշռել եւ այնպիսի որոշում կայացնել, որ իսկապես բոլոր կողմերին բավարարի, ինչի մասին հնարավոր է, դրա համար գոյություն ուներ երաշխավորների ինստիտուտ հասկացությունը։ Դրա համար գոյություն ուներ Մինսկի խումբը, որը միջազգայինորեն ճանաչված ձևաչափ էր, որում ներկայացված էին կարևորագույն բոլոր դերակատարները, ընդ որում Հայաստանի համար նպաստավոր կազմով։
Այդ ամեն ինչ վերաբերում Հայաստանի հետ կապված Մինսկի խումբը չէր կարող որոշում կայացնել։ Այդ ամեն ինչը դադարեցվեց, վերացվեց։ Մինսկի խումբը Արցախի համար չէր ստեղծված էր արցախյան հակամարտության կարգավորման համար եւ նույն տրամաբանությամբ կարող է շարունակել։ Դե հիմա այն աշխարհակահաղական բորշը, որը իրենք էփել են, ամենաահավորը այն է, որ էփել են իրենք, իսկ ուտելու ենք բոլորս։ Ու վստահեցնում եմ ձեզ, դա համեղ կերակուր չի լինի։ Ես մի հարց ունեմ, պարոն Մամեջանյան, կրկին այս աջակցության թեմայով։ Ես կուզեի նաև այդ մեկնաբանություններին անդրադառնային, օրինակ երեք Գևորգ Պապոյանը ավելի հեռուն գնաց, ասաց, որ փորձեր են լինելու, կարծես թե այդպիսի հնարավորություն է տեսնում տեղեկությունների մասին չէր իր խոսքը, բայց ասում է ոնց որ ենթադրություններ, որ բռնի տապալելու են իշխանությունը, խլելու են իշխանությունը։ Ես լուրջ եմ, ապա Պապոյան Գևորգի հարցս հետևյալն է, նման հայտարարություններ երբ որ հնչում են եւ իսկապես գուցե իրենք տեղեկություն ունեն, չգիտեմ, այս դեպքում Հայաստանի իրավապահ կառույցները չպետք է դրան ընթացք տան եւ լուծեն այդ հարցը։ Այդտեղ Եվրամիությունը ինչ աներ։ Մեկ ոչ մի ամիսություն, կետ առ կետ, առաջին, երբ որ նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդը, ով նաեւ եթե չեմ սխալվում իրանց կուսակցության փոխնախագահն է, հայտարարում է, որ ինքը ունի տեղեկություններ, որ ինչ-որ տապալելու փորձեր են լինելու, դա խայտարակություն է։ Բացահայտեք։ Էդ էլ չլինի Բագրատ Սրբազանի եւ մյուս արդարների գործի հեքիաթը, երկու բան դա կարող նշանակել, կամ ուղակի օդի մեջ կրակոցա, ինչպես միշտ, կամ էլ նախապատրաստում են մեկ այլ արդար ընդդիմադրի վրա փորձել կարել, ասել, վայ, մոտդ հեռախոս կա, այդ հեռախոսով կարող է իր հեղաշրջում անել, չգիտեմ, շորի հիմարությունն է։ Եկեք թող ինքը ցորենից խոսա, այդ իր մոտ ավելի լավ է ստացվում։ Ես էլ իրան չմեկնաբանեմ, որտեղ մեկնաբանելու բան չկա։ Ավելի շատ մեր կառույցները, երբ որ մենք նոր պատասխանեցի։ Շատ լավ, իսկ բանի մասով, պարոն Մամեջանյան, իշխանությունը երբ որ այս process-ը սկսում է աջակցության թեմայով դիմելու Ոչ, այլ հարցեր։ Ամեն դեպքում ասում եք, որ բորշ է ստացվել այս ամեն ինչից։ Ինչ եք կարծում, ամեն դեպքում հավասարակշռում կարող են ապահովել, թե ոչ բանակցությունների միջոցով եւ ինչ որոշում պետք է կայացվի։ Ամբողջ արտաքին քաղաքականությունը կառուցված է տրամաբանության վրա, որ ինքը չարչիություն է անում։ Մի մայրաքաղաքից մյուս մայրաքաղաք։ Գնում է Բրյուսելում բողոքում է Մոսկվայից, գնում է Մոսկվայում բողոքում է Բրյուսելից, գնում է Վաշինգտոն բողոքում է երկուսից էլ ինքը չարչիություն է անում։ Չարչիությունը լավ ավարտ չի կարող ունենալ։ Կոնկրետ ձեր հարցի պարագայում, որ կողմից ավելի շատ ճնշում այս կամ այն տեսքով պահանջներ լինեն, որ կողմից ավելի շատ երաշխիք լինի իր իշխանության պահպանման, այն կողմին օգուտ այդ կողմի էլ այս կամ այն որոշումը կայացնի։ Պարոն Մամեջանյան, կարծում եք ինչու է հիմա այս ահազանգերը Իրանից հնչում, արդյոք որոշ մանրամասներ է ի հայտ եկել, թե ով է լինելու այդ կոնսորցիումի մեջ եւ դրանով է պայմանավորված իրենց կողմից արդեն այլ ավելի խիստ հայտարարություն։ Շատ կարող են լինել տարբերակներ, թե որն է։ Նախ նորից եմ կրկնում, բայց ով ասեց, որ առաջին արձագանքն է սա Իրանից։ Իրանում եղել է բարձր մակարդակով արձագանք, հոգևորական ուղղությամբ, հա, այսպես ասած Խոմեյնիի տրամաբանության մեջ, շատ էլի բավական չոր բառամթերքով։ Թե ինչի է հիմա նորից արվում, դրա շատ պատճառներ կարող են։ Նորի հայտ եկած այս կամ այն փաստ, ինչպես դուք նշեցիք։ Երկուս Փաշինյանի հերթական այս կամ այն բանավոր խոստման դրժում, Փաշինյանի կողմից այս կամ այն ստի բացահայտում։ Սրանցից յուրաքանչյուրը կարող է լինել, ես չափից շատ եմ հարգում մեր հեռուստատիտողներին, որ դա ինչ-որ ենթադրություն անեմ, ինֆորմացիա չունեմ, բայց պատճառները կարող են լինել, ինչպես դուք նշեցիք, նոր ի հայտ եկած փաստ, կարող է լինել, որ բանավոր ինչ-որ բան է խոստացվել, խախտվել է, կարող է լինել, որ իրենք հավատացել էին Փաշինյանի ասած այս կամ այն կետին, հետագայում ստացել են դրա հերքումը, չասեմ, թե դրանցից որ մեկն է եղել, չեմ կարող ասել։ Պարոն Մամեջանյան, իսկ ձեր կարծիքով իշխանությունը արդյոք տեսնում է, որ ընտրություններով չստվելու իսկապես վտանգ կա։ Ես վախտագուշակ չեմ, ես չեմ կարող նման հարցերի պատասխանել, կան փորձագետներ, որոնք համարում են, որ սա թուլության նշան է, ու ես կարդում եմ այդ փորձագետներին, կարծիք այդ հարցով չեմ։ Շնորհակալ եմ։